Պարոն Մամջյան, մենք բավական երկար ենք իրար ճանաչում եւ ես ձեզ դիտարկում եմ որպես իմ իմացած ամենաքաղաքականացված, լավ առումով քաղաքականացված անձանցից մեկը։ Բայց մի շարք հարցեր ունեմ, որովհետեւ մենք հասկանանք ինչքանով ենք մենք անկեղծ միմյանց հետ։ Տեսեք, այն համանդրական կարգը, որի շրջանակներում մենք քննարկում ենք այս նախագիծը, 2015 թվականի համանդրական փոփոխությունների հետևանքն է։ 2015 թվականի համանդրական փոփոխությունները դա հանրապետական կուսակցության կողմից ըստ էության եւ նրա առաջնորդությամբ իրականացված բարեփոխումների արդյունք է։ Եվ հարց առաջին համանդրական կարգում նախատեսվել է հետեւյալը, որ վարչապետի դեստրուկտիվ վոտում անվստահության չպետք է լինի։ Վոտումը միշտ պետք է լինի կոնստրուկտիվ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե մենք ուզում ենք վարչապետին անվստահություն հայտնենք, մենք պետք է ունենանք եւ ներկայացնենք վարչապետի տեխնացու։ Չկա տեխնացու, չկա վոտում, այս տրամաբանությունն է։ Հիմա հարց, չկա չէ տեխնացու։ Ասեք էլի, ասեք հիմա մարդիկ էլ իմանան, էլի որտեվ ճիշտ ասած առնվազն ես մի քանի տեխնացու գիտեմ, մեկն էլ ամեն օր ասում է դա տեխնացու չունեք, ես կլինեմ, դեմ ասեք, որ մենք էլ իմանանք։ Երկրորդը, ուզեմ անդրադառնամ, էլի եմ ասում, լավ իմաստով, խնդրում եմ սա որևիցե եղանակով, հեգնանքով արտահայտություն չդիտարկեք, ես ձեզ համարում եմ իրոք լավ առումով շատ քաղաքականացված անձ, որը միշտ պրագմատիկ հայացքներով է հանդես եկել։ Պրագմատիկ։ Մենք նաև իրար հետ միջխորհրդարանական հարթակներում ենք շատ դեպքերում հանդես գալիս։ Տեսեք, ընտրությունների, հերթական ընտրություններին մնացել է մի քանի ամիս։ Եվ ցանկացած եվրոպական երկրում, ժողովրդավարական երկրում, ցանկացած նորմալ քաղաքական ուժ պետք է իր ջանքերը կենտրոնացնի հերթական ընտրություններին պատրաստելու վրա։ Հիմա այս ամենը ինչին է ուղղված։ Երրորդ, ելի եմ ասում, պրագմատիզմին է վերադառնում։ Տեսեք, որպեսզի այս հայտարարությունը հասկանալի լինի, ձևակերպումներն էլ պետք է հստակ լինեն։ Օրինակ, տեսեք, ձևակերպումներ կա, որոնք արդյոք որոշակիորեն բացի էմոցիոնալ դաշտից որոշակի գնահատական ունեն։ Կեղծավորությունը, որն օրինակ քաղաքական կեղծավորությունը։ Այնուհետև արդյունքների զրոյացումը, որն այդ արդյունքները, որն են դրանց զրոյացումը։ Արկածախնդրություն, սա քաղաքական կատեգորիա, բացի էմոցիոնալ դաշտից, ես ուրիշ բան չեմ տեսնում սա։ Արկածախնդրություն եւ զիջում։ Հիմա ծաղկող կոռուպցիա։ Ծաղկող կոռուպցիան, օրինակ, կոռուպցիայից ինչու է տարբերում։ Համակարգված որ ասեք, համակարգային ծաղկողը որն է։ Ինչևէ, եւ սոցիալական հուսահատությունը։ Ձևակերպումները էմոցիոնալ են, էմոցիոնալ դաշտում իհարկե բաներ կառաջացնեն, բայց դա ամեն դեպքում։ Հաջորդ հարցը։ Տեսեք, ձեր զեկույցի մեխերից մեկը այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածք հայտնվել են օկուպացիայի ներքո եւ միջոցներ չի ձեռնարկվում այդ օկուպացիան հաղթահարելու։ Եվ սա օրինակ հիմք է վարչապետի նկատմամբ որոշակի հարցադրումներ ներկայացնելու։ Եթե ճիշտ եմ հասկանում ձեր տրամաբանությունը, ապա խնդրում եմ պատասխանեք։ Մենք ունենք այս պայեդրությամբ միջուկային գերտերություն, որի տարածքի մի մասը գտնվում է պետության վերահսկողության ներքո։ Այս նույն տրամաբանությունը ձեր կարծիքով պետք է կիրառվի եւ նման հայտարարություն պետք է ներկայացվի նաեւ տվյալ երկրում, տվյալ ղեկավարի նկատմամբ։ Պարզապես հետաքրքիր է, էլի, իմանանք։ Մեկ էլ մի քիչ փորձեմ բանանամ, էլի, որ այս ազգային միասնության անցումային կառավարությունը նախատեսում է վերականգնել հանրային համերաշխության մթնոլորտը։ Հանրային համերաշխության մթնոլորտը, օրինակ, վերաբերում է նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետևորդներին եւ մեզ բոլորիս։ Խնդրեմ։ Շնորհակալություն, վերջից գնամ։ Այո։ Դուք ի տարբերություն ձեր ֆրակցիայի, քանի դուք ինձ կոմպլիմենտներ արեցիք, ես էլ ձեզ անում։ Դուք ի տարբերություն ձեր ֆրակցիայի եւ քաղաքական ուժի զգալի հատվածից կարդացած պիտի լինեք Օրվել։
Այնտեղ մի շատ վտանգավոր եւ վատ նախադասություն կա, հավասար են, բայց որոշները ավելի հավասար են։ Հիմա ես բացարձակ դրան չակնարկելով Պարոն Մամիջան, շատ եմ խնդրում էլի, եթե մենք հիմա կարողանանք բան հասկացնենք, բառը մոռացա, survey, հետազոտություն էլի, Հարցում։ կարող է ստացվի, որ ավելի շատ մեր ֆրակցիայում են կարտացել, քան այլ ֆրակցիաներում։ Խնդրում եմ էլի։ Զատո բոլորս ապրում ենք անասնաֆերմայում, այնպես որ նորմալ է։ Ձևակերպումներ անենք, որոնք վիրավորական բնույթ չեն կրում, էլի։ Անասնաֆերմա չկարդալը վիրավորական բնույթ չի կրում։ Բայց լավ։ Այո, իհարկե վերաբերվում է։ Վերաբերվում է քաղաքացիական պայմանագրի անդամներին եւ падգամավորներին, մանավանդ այն падգամավորներին, ովքեր կմիանան վարչապետին, ժողովուրդ կամեդի կլաբի նիստերն, որոնք կմիանան վարչապետի անվստահության, գիտեք Տիկին Ջուլհակյան, եթե ձեզ 10 տարի առաջ մեր NDI-ում օրինակ հանդիպումների ժամանակ մեկը ասել, որ դուք պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահն եք, այն ժամանակ էլ կարողա ծիծաղայիք, որտեղ այն ժամանակ էլ դա լուրջ չէր։ Հիմա վերադառնանք կառուցողական աշխատանքային մթնոլորտին։ Բոլորը համոզվեցին, եթե մինչև հիմա համոզված չէին, որ ես այն մյուս ձևով եմ կարողանում աշխատել։ Մենք բոլորս էլ այդ ձևերը գիտենք, խնդրեմ։ Հիմա դրա համար էի ասում, ավելի շատ կվերաբերվի նրանց, ովքեր որ միանան։ Գիտեք, այդ հարցը շատ աննորմալ է հնչում մի քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից, իսկ դուք վերջերս հիշեցրել եք մամուլին, որ վաղուց կուսակցական եք, որի այն ժամանակվա քաղաքապետի տեխնացուն մցրեց բաժանում սևերի եւ սպիտակների։ Այնպես որ ճիշտ հասցեով չեք հարցնում, թե ում ընտրողին մենք ոնց ենք վերաբերվում։ Մեր համար բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ու մենք բոլորին վերաբերվում ենք նույն հարգանքով։ Սա ձեր վերջին հարցից։ Հիմա հետ գնանք։ Երբ որ դուք հարցնում էիք, թե այլ երկրների, ես այլ երկրի ազգային ժողովի падգամավոր չեմ։ Ես պատասխանատու եւ հաշվետու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև։ Ուստի ձեր հարցին, թեպետ զուգահեռը խոզի եւ տուրնիկի տրամաբանության մեջ էր, որովհետեւ զուգահեռներ առհասարակ չկան։ Չեմ ուզում նորից կարգավիճակս հաշվի առնելով բացատրել, թե ինչի զուգահեռներ չկան, բայց չկան զուգահեռներ ձեր նշած պետության միջազգայինորեն ընդունված տարածքների օկուպացիայի եւ մեր բացարձակ չկան, էլի։ Մեր քաղաքացիների համար ասեմ, որ պարոն Վարդանյանը, ինչքանով ես հասկացա, զուգահեռ էր տանում Ռուսաստանի Դաշնության որոշ տարածքների օկուպացիայի, որ միջուկային տերության հետ էի։ Չէ։ Հա, լավ։ Մի ինչ որ հիպոթետիկ Ասում ակոմպադում էլի։ Հա, լավ։ Հա, ինչ որ հիպոթետիկ միջուկային տերության մասին էր։ Շատ։ Հիմա անդրադառնալով ձևակերպումներին, սա իրավական փաստաթուղթ է այնքանով, որքանով արժեհայտարարություն է։ Արժեհայտարարությունը առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է։ Քաղաքական փաստաթղթի մեջ ձեր նշած ձևակերպումները ամբողջովին ընդունելի են։ Բայց հիմա քանի որ դուք դրա առիթը տվեցիք, ես հատ-առհատ դրանցից յուրաքանչյուրը կբացատրեմ։ Ինչպես ստեղ ինչ բան եմ նշել, որ չեմ կարողանում հասկանալ ձեռագիրս։ Կեղծավորություն ասելով ինչ նկատի ունենք։ Ասեմ, կեղծավորություն ասելով նկատի ունեմ մուրճը ձեռքին Հայաստանի Հանրապետության մարզերը եւ քաղաքները շրջելը, խոստանալը, որ Հադրութը ու Շուշին դեօկուպացնելու է, խոստանալ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու է 3 հիմնարար սկզբունքների հիման վրա, Ժորժ ջան, դա ձեր նախընտրական ծրագրում ա գրած, հետո էլ ձեր կառավարության ծրագրում ա գրած, որը դուք ընդունել եք, չգիտեմ, կարդացել նոր եք ընդունել, թե առանց կարդալու, բայց ընդունել եք։ Ես չեմ ընդունել դա։ Այնպես որ իմ նկատմամբ այդ հարցերը մի տվեք։ Ու այստեղից առաջանում է պարզ հարց, եթե նշված անձը էլի մուրճը ձեռքին, բայց պատտվեր Հայաստանի մարզերով ու ասել ժողովուրդ, ես հանձնելու եմ Արցախը, մենք ունենալու ենք 140,000-ին մոտ բռնի տեղահանվածներ տարբեր ժամանակահատվածներում, ճանաչելու եմ Արցախը Ադրբեջանի կազմում եւ այլն եւ այլն եւ այլն, տենամ քանի ձայներ հավաքելու, այդ դա է կոչվում կեղծավորություն, պարոն Վարդանյան, զրոյացնելը օրինակ Վիեննա Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք ձեր ԱԳՆ-ն հասկանում եք ինչքան հին բան եմ ասում, ոնց որ նախորդ իրականությունից լինի, որոնք
պիտի ծառայեին շփման գծում մեր տղերքի, մեր զինվոր տղերքի կյանքերը ավելի մեծ երաշխիքներ ունենալու իրենց անվտանգության տեսանկյունից, դուք մի տարի դրա մասին չէիք հիշում ԱԳՆ-ի մակարդակով։ Այ դա նկատի ունեմ ձեռքբերումները զրոյացնել։ Արկածախնդրությունը թե ինչ վիճակում ենք մենք արկածախնդրության արդյունքում բոլորս ենք հասկանում։ Օրինակ արկածախնդրությունը գիտեք ինչը պարոն Վարդանյան, երբ որ թուղթ է ստորագրում, այդ թղթի վերաբերյալ ինչ հարցնում են, ասում ես դե չենք քննարկել։ Երբ որ հարցնում են Ադրբեջանը հնարավորություն ունենալու է իր հիմնական տարածքից Նախիջևան զենք տանելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. եթե Հայաստանը Երևանից մեղրի հնարավորություն ունենա զենք տանելու, իրանք էլ են ունենալու։ Հասկանալի է, չէ՞ որ դրանք բացարձակ հավասար կամ բացարձակ իրար հետ համեմատելի իրականություններ չեն։ Նիկոլ Փաշինյանը ասել է ազգային ժողովում։ Այդ դա է կոչվում արկածախնդրություն, թուղթ ստորագրել առանց մանրամասների հստակություն ունենալու, որը բոլորի կողմից տարընթերցումների առարկա է դարձել։ Ընդ որում, սա երկրորդ այդպիսի դեպքն է։ Նոյեմբերի 9-ից հետո էլ էին տարընթերցումներ առաջացել, բայց այնտեղ ոնց որ թե գոնե մի տարի հետո առաջացան։ Այստեղ ստորագրումից մի ամիս հետո արդեն շոսի ժամանակ տարընթերցումներ կային։ Գուցե արժի փաստաթղթերը ստորագրելուց առաջ դրանք կարդալ։ Իսկ ինչ վերաբերում է ծաղկող կոռուպցիա ձևակերպմանը, ծաղկողը, պարոն Վարդանյան, դե ոնց բացատրեմ, ծաղիկ եթե տեսել եք կյանքում, ինքը բողբոջում է, հետո ծաղկում։ Որտեղից ինձ այդքան հնարավորություն։ Որտեղից ինձ այդքան հնարավորություն։ Չէ, ես ձեր հնարավորությունները երբեք չեմ կասկածում։ Մեկ նկարում են ծաղիկ ազգային ժողովի նիստին, էտա, եւ ընդդիմադիր մամուլը լավ լուսաբանում է դա։ Դա հնարավոր է։ Վերջ, արձագանք արամ, արձագանքեմ։ Տեսեք։ Պարոն Մամիկյան, գիտեք, չեն հայտնի պատմություն են ասում, усатый совсем с ума сошел, ասում товарищ Сталин, он о вас такое говорил։ Ասում կого вы имели в виду, ասում Հիտլերը։ Ասում а ты о ком։ Հիմա ես բացարձակապես Ռուսաստանի մասին չէի խոսում, ինչի դուք Ռուսաստանի վրա գնացիք, այդ արդեն ես դուք ձեր մամուլը։ Ես խոսում եմ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների մասին, որտեղ կա ռեալ իրավիճակ, երբ կա եւ վիճելի տարածք, եւ մեկ այլ պետության վերահսկողության ներքո գտնող տարածք, ընդ որում մի տարի չի, 2 տարի չի, 10 տարի չի, 20 տարի չի։ Ես եւ դուք դպրոցական քարտեզներում եւս տեսել ենք Ջամու եւ Կաշմիրի այդ հատմանգիծը եւ մնացած բաները։ Մեկ։ Հիմա որ ասում եք այլ երկրի падգամավոր չէ, համաձայն եմ։ Բայց ես ուզում եմ հասկանամ հետեւյալը, այլ երկրի падգամավոր չեք, եկեք խոսանք մեր երկրի շահերի տեսանկյունից։ Այդպես էլ ես չլսեցի վարչապետի ձեր տեխնացուի անունը, խնդրում եմ արձագանքի ժամանակ նշեք, մարդիկ իմանան էլի։ Կարող է սուպեր վարչապետ եք բերում, մարդ ես, օրինակ Տիկին Քլոյանը կամ Տիկին Մինասյանը համոզվում են։ Ինձ դժվար, ես մի քիչ, ես հիզ ակալկայի մարդ եմ։ Բայց դե մարդը հաջորդ հարցը, որ ես ուզում եմ բարձրացնել, տեսեք։ Իմ կարծիքով արդար չեք եւ կապիտալիզացնում եք Ղարաբաղից տեղափոխված մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ պետական վերաբերմունքի հետ կապված հարցը։ Որևիցե մեկը տեսել է երբևիցե, չգիտեմ, ճամբարներ վրաներից բաղկացած։ Որևիցե մեկը տեսել է իրավիճակ, երբ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված անձի որևիցե քաղաքացիական իրավունք սահմանափակված է։ Որևիցե մեկը տեսել է իրավիճակ, երբ պետությունը հրաժարվում է այն սոցիալական ծրագրերից, որոնք նախաձեռնել է Ղարաբաղից բռնի տեղահանվածների նկատմամբ։ Որևիցե մեկը։ Եվ որևիցե մեկը, ես հեսա զուգահեռ եմ հասկացնելու նաև այլ երկրների հետ, որտեղ 4-րդ սերունդ փախստական են ապրում, առանց քաղաքացիության, առանց հնարավորության որևիցե եղանակով ինտեգրվելու, որտեղ մեր քաղաքականությունը շատ հստակ է։ Մեր քույրերը եւ եղբայրները պետք է լիակատար հնարավորություն ունենան Հայաստանի Հանրապետության տարածքում ինտեգրվելու եւ դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մյուս հարցը ստիպված պետք է տամ։ Պարոն Մամիկյան, դուք լուրջ եք ասում, որ Հայաստանում կա մարդու իրավունքների պաշտպանության հարցում դες լուրջ հետնահանջ։ Մենք իրար հետ ընդամենը օրեր առաջ ենք վերադարձել Ստրասբուրգից։ Որևիցե քննարկում Հայաստանում մարդու իրավունքների հետնահանջի վերաբերյալ լսել եք։
Որևիցե մեկը, չեմ ասում նիստերի դահլիճում, կուլուարներում ձեզ տեսել է ասել է, ինչ խայտարակ վիճակ է Հայաստանում։ Որևիցե զեկույց, որտեղ խոսում է Հայաստանում համատարած մարդու իրավունքների խախտումների մասին, տեսել եք կամ վկայակոչել եք։ Իրար հետ անկեղծ լինենք, էլի մեր պետության հեղինակության հարցն է։ Չկա որևիցե պետություն, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության հարցում իդեալական իրավիճակ կա։ Բայց ուզում եք ասեք, որ մեզ մոտ Հայաստանում իրավիճակը նույնն է, ինչպես այլ երկրներում, որոշ եվրոպական, որոնք անդադ գտնվում են խոշորացույցի խստագույն մոնիտորինգի ներքո։ Եվ անդրադառնալով վերջի հարցին տարընթերցումների վերաբերյալ, իսկ ներեկել է տարընթերցումների շատերը օրինակ չեն առաջանում, նաև այն պարագայում, երբ որ մենք սկսում ենք անհասկանալի խառը արտահայտություններ անել, փորձելով ոչ թե հասկանալ բովանդակությունը, այլ փորձելով ինչ-որ սայտակում գտնել, այդ սայտակումից բռնելով տանել առաջ։ Որովհետև իմ համար շատ հստակ է, եթե մենք օգտագործելու ենք reciprocal կամ reciprocity ռեժիմը, այսինքն փոխադարձության ռեժիմը, փոխադարձության սկզբունքը պետք է կիրառվի երկու կողմերի նկատմամբ։ Եվ այդ փոխադարձությունն է միջազգային իրավունքում միջպետական երկկողմ հարաբերությունների հենքը։ Բայց սկսենք երևի թե ամենակարևորից, պարոն Մամեջյան, եթե դուք տաք, ով է վարչապետի տեխնացում։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Այն կետը, որ գրել է ուզերագիրս չի հարցկանում, հենց այդ հարցի պատասխանն է։ Զարմանալի է, պարոն Վարդանյան, ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե ով է վարչապետի տեխնացում, բայց ես չեմ զլանա, եւս մեկ անգամ մեծ սիրով կասեմ, որ մեր վարչապետի տեխնացում Դավիթ Համբարձումյանն է։ Մասիս խոշորացված համայնքի ժողովրդ նստածներից կեսդ ինտերվյու եք տվել դրա մասին, հիմա զարմանքները մի արեք։ Իմիջայլոց Դավիթ Համբարձումյանը, Տիկին Դավոյան, ղեկավարում է Մասիս խոշորացված համայնքը, որը եթե ես ճիշտ գիտեմ, ամենաշատ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալած եւ կազմակերպած այդ գործընթացը համայնքն է կամ համայնքներից մեկն է։ Ես երկար կարող եմ խոսել պարոն Համբարձումյանի մասին, բայց դրա համար այլ վայր եւ այլ առիթներ դեռ շատ կլինեն։ Ինչը վերաբերվում է ձեր պատասխանին, որ ես շահարկում եմ ինչ-որ բաներ, Քավլիցի տիպիկ ձեր քարոզչամեքենայի մոտեցումն է։ Ձեր պատճառով առաջացել է խնդիր, ձեր քաղաքականության։ Շուրջ 140,000 մարդ բռնի տեղահանվել է, 140 թիվը ոնց է ձևավորվում, նաև 108-ի 44 օրյայի ժամանակն եմ ներառում մեջ։ Հետո ասեք, տեսեք ինչ լավ լուծեցինք այդ խնդիրը։ Բայց ձեր քաղաքականության արդյունքում էր այդ մարդիկ բռնի տեղահանվել։ Ձեր արտաքին քաղաքականության արդյունքում։ Բնականաբար մեղավորը Ադրբեջանն է, բռնի տեղահանումը իրականացրել է Ադրբեջանը, այստեղ որևէ վիճարկելու բան չկա եւ հանցագործությունը միջազգայինորեն միանշանակ Ադրբեջանի մեղքն է։ Խոսքը գնում է դրան նախորդած իրադարձություններ։ Բայց իմ մոտ սա առաջացրեց շատ հետաքրքիր նմանություն։ Երբ որ դուք այսպես կոչված սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ժամանակ 4 հայկական գյուղ եք հանձնում, հետո ասում եք, տեսեք ինչ հրաշք պատ ենք սարքել։ Նույնն է, 140,000 մարդ բռնի տեղահանվել է Արցախից, ասում են վրանային ճամբարներ այստեղ չի եղել։ Ես դա չէի ասում, ու ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե ես ինչ էի ասում։ Էլ չեմ ասում, թե պետական մակարդակով ինչ արձագանքի է արժանանում վերադարձի իրավունքի վերաբերյալ քննարկումները։ Մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի իրավունքի խնդրում եմ չվիրավորեք ինձ եւ ձեզ պատերազմ եք բերում եւ այլն ձևակերպումներով, երկուսս էլ գիտենք, որ խոսքը գնում է իրավունքի բարձրաձայնման մասին։ Հիմա ինչ վերաբերում է միջազգային զեկույցների, առկա է պետդեպի զեկույց, որտեղ նշվում են բազմաթիվ խնդիրներ ժողովրդավարության։ Առկա են այլ զեկույցներ, Amnesty International-ներ, եթե չեմ սխալվում, խոսել, եւս մեկ միջազգային կառույցի զեկույցում են նմանօրինակ ձևակերպումները առկա։ Իսկ ձեր նշածները, որ օրինակ ԵԽԽՎ զեկույցներում դրանք չեն ներառվում, ես դրա մասին բազմիցս խոսել եմ, որ դա անընդունելի է, որ դրանք չեն ներառվում։ Անընդունելի է, երբ ոստիկանական բռնությունից հետո հրապարակվում է միջազգային զեկույց, որի մեջ գրվում է, այո, ոստիկանական բռնություններ կար, բայց
ներողություն եմ խնդրում այս թեման արծարծելու համար, բայց մարտի 1-ին ավելի ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, որը սև օր է բոլորիս համար, այդտեղ որևէ քննարկելու բան չկա։ Այո, նմանօրինակ ձևակերպումները միջազգային կառույցների կողմից իմ համար անընկալելի են եւ ով դուք գիտեք, որ ես դրա մասին բարձրաձայնում եմ ոչ այդքան Հայաստանի Հանրապետությունում, ինչքան միջազգային հանդիպումների ժամանակ։ Ինչ վերաբերում է գնահատականներին, եթե դուք ժառանգելիս 7-րդ գումարման ժամանակ ԵԽԽՎ պատվիրակության գործունեությունը պիտի որ իմանայիք, որ այն ժամանակ արդեն արկա էր քննարկում Հայաստանի մոնիտորինգային կարգավիճակի վերացման տեսանկյունից եւ շատ ու շատ այլ արձանագրումներ։ Այն ձևակերպումը, որ բոլոր միջազգային երկրներ, բոլոր աշխարհի բոլոր երկրներում արկա են մարդու իրավունքների կամ ժողովրդավարացման խնդիրներ, իհարկե, ոստիկանական բռնություն էլ արկա շատ ու շատ Ներողություն ունեմ, պարոն Մանուկյան։ շատ ու շատ երկրներում։ Հազար ներողություն, որ ասեմ դուրսը սպասեք, ասեն միջամտում է լրագրողների գործունեությանը, չէ, ժողովրդավարությունից հետ նահանջա։ Խնդրեմ, պարոն Մանուկյան։ Արկա են շատ ու շատ երկրներում, այդ թվում նաև ոստիկանական բռնություններ։ Բայց բռնություն իրականացրած ոստիկանը հաջորդ օրը նույն խաղաղ ցուցարարի հետ աշխատանքի դուրս չի գալի։ Նույն։ Նաև տեղի են ունենում ավարտ եւ արդյունք ունեցող ծառայողական քննություններ, որոնց մասին մենք կամ գրեթե ինֆորմացիա չունենք կամ չունենք։ Դրա համար ենք ասում ժողովրդավարական նահանջի մասին։ Բոլոր հարցերին կարծես պատասխանեցի։